Հարգելի հայրենակիցներ, ի սկզբանե ես մի քիչ այլ բնույթի ելույթ էի ուզում ունենալ, բայց հաշվի առնելով վերջին օրերին իշխանության պրոպագանդայի ջղաձիգ շարժումները, ես որոշել եմ իմ ելույթը կառուցել մի շարք միֆերի, իշխանության նետած կեղծ թեզերի ջախջախման վրա։ Առաջինը, իշխանությունը ամեն ինչ անում է, որպեսզի ընտրությունների կամ ընտրություններով փոփոխությունների նկատմամբ հանրային հավատը կոտրի։ Այսինքն մարդկանց մոտ ուզում են տպավորություն ստեղծել, որ ամեն ինչ կանխորոշված է, ընտրությունները ոչինչ չեն որոշելու։ Ես սա ամենավտանգավոր եւ կեղծ թեզն եմ համարում։ Փորձեմ ասածս բացատրել կոնկրետ օրինակներով։ Ինչ է անում իշխանությունը։ Անցած տարվա ապրիլ-մայիս ամիսներից սկսած անցել է բացահայտ ռեպրեսիաների։ Եկեղեցու դեմ այդ հակասահմանադրական արշավը, կալանավորումները, քաղաքական գործիչներ, գործարարներ, լրագրողներ, ճնշումները, մյուս բանը, որ անում են նրանք, փորձում են, ինչպես ասեցի, տոտալ քարոզչություն ծավալել, թե իբր բոլորը մեր հետ են, աշխարհի հզորները մեր հետ են եւ ընտրությունների ելքը կանխորոշված է։ Սա իրականում իրենց վախերը քողարկող մարտավարություն է, որևէ բանի ելքել կանխորոշված չի։ Եթե կանխորոշված լիներ ամեն ինչ, իրենք այսքան ջղաձիգ շարժումների մեջ չէին լինի։ Նիկոլ Փաշինյանի խնդիրը ապատիկ հասարակություն ստեղծելն է։ Ինքը հասարակական որևէ խմբում, քաղաքական որևէ խմբում այլևս աջակցություն չունի եւ հույսը մնացել է այն բանի վրա, որ կարողանա հուսահատ հասարակություն ստեղծել, այդ հասարակությունը հոգնած, հիասթափված, ընտրություններին չմասնակցի, որի միջոցով կարողանա հաջողության հասնել։ Սա է պատճառը, որ երկրի առջև ծառացած խնդիրները անտեսելով, այս մարդկանց են կալանավորում, աշկ են վախացնում, բարձրաստիճան հյուրերի առջև ոչ թե դնում են երկրի առջև ծառացած խնդիրները եւ փորձում են դաշնակիցներ գտնել, այլ Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ անում է, որպեսզի լուսանկարներ փոկի, այստեղից, այնտեղից աջակցության խոսքեր։ Երևի հիշում եք, որ երբ որ Վենսը եկել էր Հայաստան, միակ մնայուն բանը, որ բոլորս հիշում ենք, չնայած դա շատ կարևոր եւ պատմական այց էր, միակ մնայուն բանը դարձավ այն, որ փոկել էին մի դրվագ ասուլիսում, որ Վենսը աջակցություն է հայտնում Նիկոլ Փաշինյանին։ Ես քաղաքական գործիչ եմ, որ համարում եմ, որ Հայաստանը ունի ընդամենը երկու թշնամի։ Ձեզ հայտնի են այդ պետությունների անունները, ավելորդ անգամ չհնչեցնեմ։ Մեր արևելյան եւ արևմտյան հարևանների մասին է խոսքը։ Որևէ այլ երկրի մեջ մենք թշնամի չենք տեսնում։ Ճիշտ հակառակը, մեր ռազմավարական գործընկերները, Ռուսաստանի Դաշնությունը, մեր կարևոր գործընկերներն են Եվրամիությունը, Միացյալ Նահանգները, Չինաստանը, Արաբական աշխարհը, Իրանի Իսլամական Հանրապետությունը, Վրաստանի Հանրապետությունը, այսինքն մենք բազմակողմ ակտիվ արտաքին քաղաքականության կողմնակից ենք, բայց Հայաստանի ընտրությունների ճակատագիրը որոշում է բացառապես Հայաստանի ժողովուրդը։ Մենք թույլ չպիտի տանք, որ որևէ արտաքին միջամտություն ունի, որևէ մայրաքաղաք փորձի ներազդել մեր քաղաքական քարտեզի վրա։ Այդպիսի բան ուղղակի չի լինելու։ Ասում եմ, բոլոր գործընկերների նկատմամբ մեծ հավատ եւ վստահություն ունենք, բայց Հայաստանի ընտրական խճանկարը որոշվելու է Հայաստանի ժողովրդի կամ արտահայտությամբ, ոչ թե Վաշինգտոնում, Բրյուսելում կամ Մոսկվայում։ Սա մեր կուսակցության հստակ դիրքորոշումն է։ Մյուսը,
անդադ տարածում են թեյփեր Հայաստանի դեմ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի դաշնությունը հիբրիդային պատերազմ է տանում, հետ հիբրիդային պատերազմը ինչա միջև մի ճիշտ ասած ես գիտեմ որպես քաղաքագետ դա ինչա։ Եթե Հայաստանում հիբրիդային պատերազմ կա, դա ոչ Ռուսաստանի կողմից է, ոչ որևէ այլ կենտրոնի։ Հիբրիդային պատերազմ Հայաստանի դեմ վարում են Թուրքիան եւ Ադրբեջանը Նիկոլ Փաշինյանի միջոցով։ Որևէ այլ հիբրիդային պատերազմ վարող կենտրոն Հայաստանի դեմ չկա։ Դա պարզ է, իրանք այս կեղծ թեզերը շրջանառու են դարձնում, որպեսզի կարողանան հիմնավորել ռեպրեսիաները։ Բոլորին փորձում են ռուսական գործակալ ներկայացնել եւ այլն, ցանկացած ընդդիմախոսի։ Սա ասում եմ գործակալները դուք եք։ Ու այդ ինչի որտեղի։ Հիմա ընտրությունների ամենամեծ ինտրիգը Նիկոլ Փաշինյանը, ինչպես ասեցի, ամեն ինչ անում է, որպեսզի ընտրողների մասնակցությունը ցածր լինի, որ եթե ցածր եղավ ընտրողների մասնակցության մակարդակը, վարչական ռեսուրսի դերը մեծ է լինելու, տեսակարար կշիռը։ Ընդդիմության խնդիրը պետք է լինի ամեն ինչ անել, որ ընտրողները շատ ակտիվ մասնակցեն ընտրություններին։ Մասնագիտական հաշվարկ կա։ Եթե ընտրություններին մասնակցեն ընտրողների 55%-ը կամ 1.300.000 գերազանցող ընտրող, Նիկոլ Փաշինյանի պարտությունը կանխորոշված է։ Սրանում կարող է կասկած չունենալ։ Դա մասնագիտական հաշվարկ է ոսկերչական ճշգրտությամբ։ Մասնակցության ձևի մասին թերևս մեր համագումարի ամենակարևոր հայտարարությունն է։ Ես ի սկզբանե արհեստական եւ ուտոպիստական եմ համարել մեկ միասնական ցուցակով ընտրություններին մասնակցելու տարբերակը, երբ որ ամբողջ ընդդիմությունը մեկ միասնական ցուցակ է կազմում, ես դա ուտոպիստական եմ համարել ի սկզբանե, ես 33 տարվա քաղաքական փորձ ունեմ եւ աշխարհի որևէ երկրում, այդ թվում Հայաստանում նման սցենար չեմ տեսել, նման բան չի լինում, որտեղ ընդդիմությունը ի տարբերություն իշխանության վերտիկալ չի, որտեղ մեկը նստած է բուրգի գլխին եւ այդ մեկի ցուցումով ամբողջ ընդդիմությունը միավորվում է։ Ես իրատեսական եմ համարել ու բարեբախտաբար զարգացումները գնում են այդ ճանապարհով, որ ձևավորվեն մի քանի մեծ կոնսոլիդացիոն կենտրոններ, որոնք արդյունավետ աշխատանքի պարագայում կարող են կոնսոլիդացնել մեր հասարակությանը եւ համոզիչ դարձնել ընտրությունների ճանապարհով փոփոխությունների հեռանկարը։ Այս սա իրատեսական եմ համարել եւ կարծել եմ, որ փոքր սակավ ռեսուրսներ ունեցող կուսակցությունները ոչ թե պետք է առանձին ընտրություններին մասնակցեն, այլ այդ մեծ կոնսոլիդացիոն կենտրոններին միավորվել եւ հաջողությամբ կարողանանք ընտրական գործընթացը տանել։